խնդրելու եմ, որ երբ որ Գյումրին են ուզում ներկայացնեն, չներկայացնեն մուշ թաղամասի սովետից հետո մնացած մի քանի ավերակները Գյումրին տաճի։ Միթե վատ է, երբ նաև ցույց են տալիս Գյումրու այսպես խնդիրների կողմը։ Մեզանից լավ չգիտենան Գյումրու խնդիրները։ Ինչ խնդիրներից են հիմնականում կիսվում գյումրեցիները։ Քաղաքացիները ավելի շատ գլոբալ քաղաքականության խնդիրներն են բարձրաձայնում։ Արդյոք նույն տնտեսվարողներն ու գործարարները իրենց մտահոգությունը չեն հայտնել ձեզ։ Որից մեկի մտքով չանցնի, դե 4 շիշ ջերմուկի, 2 շիշ կոնյակի ու 12 հատ վարդի համար կարող է մեր երկիրը Տոննաների հարց է, բայց տոննաներով էլ դուրս է գնում։ 300,000 ադրբեջանցիներ գալու են, բնակվելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Չունեն որևիցե այլ մեթոդ մեր քաղաքացիներին իրենց կողմը քաշելու, դրա համար իրենք այդ թեզերով փորձում են քաղաքացիներին մեր կողքից հեռու տանելու։ Հանրապետության օրվա զորահանդեսը մեծ շուկով անցկացվեց։ Հայաստանի Հանրապետությունը պայմանագրեր կնքում է երկիրի հետ ու կնում ենք նոր զենքեր։ Մենք սկսել ենք զենք արտադրել։ Տեսնում ենք այս ընթացքում ձերբակալություններ, կալանավորումներ։ Մեր գյուղի տղերն իրանց այն տանք, ժողովուրդ պես չի անել։ Որևէ գումարով պետություն, ինքնիշխանություն ծախելը սրիգայություն է։ Հունիսի 7-ին մասնակցեք ընտրությունների, որպեսզի ունենանք խաղաղություն։ Նախընտրական քարոզարշավի ավարտին մնացել են հաշված օրեր։ Ինչ պատկեր ունենք այսօր, կքննարկենք հնարավորությունների սահմանում։ Բարև ձեզ։ Տաղավարում իմ հյուրը Շիրակի մարզպետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության Շիրակի մարզային շտաբի պետ Դավիթ Արուշանյանն է։ Բարև ձեզ, պարոն Արուշանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ կրկին մեր տաղավարում եք։ Սիրով։ Մենք ձեզ հյուրընկալել էինք այն ժամանակ, երբ դեռ քարոզարշավը չէր սկսվել։ Այսօր արդեն գրեթե քարոզարշավի ավարտին ենք եւ ինչ պատկեր ունենք, ինչ տպավորություններ ունեք նախ քարոզարշավի ընթացքից եւ բնակիչների այդ շփումներից մի հատ ամփոփենք։ Թույլ տվեք մինչև ձեր հարցին պատասխանել մի դիդարգում անել, Աստղ ջան, մի քանի օր առաջ տեսել եմ ձեր հոլովակը Նարեկ Կարապետյանի հետ նկարանած, խնդրելու եմ, որ երբ որ Գյումրին են ուզում ներկայացնեն, չներկայացնեն մուշ թաղամասի սովետից հետո մնացած մի քանի ավերակները Գյումրին տաճի, Գյումրին մեր գումարի արկելոց թանգարանն է ու պետք չի գյումրեցիներին ու Գյումրին ներկայացնել այդ երկրաշարժան փլատակների մեջ գտնվող քաղաք, մենք զարգացող քաղաք ենք արդեն երկար ժամանակ եւ զբոսաշրջային քաղաք ենք։ Այդ հենց այն վերաբերմունքն է կամ իրենց պատկերացումներն է Գյումրու մասին, որը փորձում էին ցույց տալ այդ երկու փլատակի կողքը նկարանվելով։ Խնդրելու եմ որպես գյումրեցի, որ հուշես, որ Գյումրին տաճի միայն Գյումրին մեր կենտրոնական հատվածն է, Գյումրին մեր պատմամշակութային շենքերն են, որոնք պետք է ցույց տվեցի ամբողջ աշխարհին, որովհետեւ մենք ունենանք զբոսաշրջիկներ։ Համենայն դեպս մեր հեռուստաընկերությունը մշտապես համակողմանիությունը պահել է, մեր հարցազրույցների դռները մշտապես բաց են բոլոր քաղաքական ուժերի համար, իսկ այդ պարագայում օրինակ միթե վատ է, երբ նաև ցույց են տալիս Գյումրու այսպես խնդիրների կողմը։ Այդ հոլովակի վայրը ընդրված չէր Գյումրու խնդիրները ցույց տալու համար, այդ հոլովակի վայրը ընդրված էր Գյումրին ավելի վատ վիճակում ներկայացնելու համար, իսկ խնդիրները մենք շատ լավ գիտենք, մեզանից լավ չգիտենան Գյումրու խնդիրները ու այս պարագայում նաև Հայաստանի խնդիրները, Գյումրի խնդիրներն իմանալու համար պետք է գյումրեցի լինես ու այդ մաշկիդ վրա զգաս Գյումրու բոլոր խնդիրները, ոչ թե կաստրոլներով գալ այստեղ նկարանում անել ու գնալ։ Իսկ անդրադառնալով ձեր հարցին, շատ ուրախ եմ, որ դրական ֆոնով են տանում ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում, Շիրակի մարզում ու Գյումրիում շատ դրական ֆոնով են տանում քարոզարշավը, որովհետեւ խնդիրներ ես որպես մարզպետ, որպես պատասխանատու ընդհանուր մարզի մթնոլորտին կարող եմ ասել, որ շատ դրական ֆոնով են տանում, փառկասու որևէ դեպքեր չեն տեղի ունեցել եւ ամեն ինչ հանգիստ է մեր մոտ։ Քարոզարշավ է։ Ինչ խնդիրներից են հիմնականում կիսվում գյումրեցիները, այ որ առաջնային խնդիրներն են, որ ասում են պարոն մարզպետ, այս խնդիրը, մյուս խնդիրը, ո՞րն է հիմնական շեշտադրումները։ Գիտեք, իմ համար շատ զարմանալի է, որ այս քարոզարշավի ընթացքում մեր քաղաքացիները ավելի շատ գլոբալ քաղաքականության խնդիրներն են բարձրաձայնում, քան թե իրենց անձնական խնդիրները, որ իմ համար շատ չափից ավել կովելի է ու
միայն ինչ որ միտեղ նաև զարմանալի, մեր քաղաքացիները այս քարոզարշավի ընթացքում ավելի շատ խոսում են այն մարտահրավերներից, որոնք մեր երկիրն ունի, այն հաջողություններից, որոնք մեր երկիրն ունեցել է։ Պարոն Արուշանյան, ես նկատել եմ, որ քարոզարշավի ընթացքում տարաբնույթ հանդիպումներ եք ունեցել, այդ թվում գործարարների հետ, տնտեսվարողների հետ։ Տեսեք, մենք այսօր ունենք մի այնպիսի պատկեր, որ մեր միջազգային գործընկերներից մեկը արգելել է պտուղ բանջարեղենների, ծաղիկների, ջերմուկի, ծիրանի արտահանումը իր երկիր։ Այս առումով արդյոք նույն տնտեսվարողներն ու գործարարները իրենց մտահոգությունը չեն հայտնել ձեզ, եւ եթե այո, ինչ լուծում եք տեսնում, որովհետեւ ընդդիմությունն ասում է, որ այսօր իշխանությունը պլան B չունի։ Պլանն այն է, որ կերեք ձեր պտուղները։ Շնորհակալ եմ այդ հարցի համար։ Նախ պիտի ասեմ, որ մեր թեկուզ հենց Գյումրի կամ Շիրակի մարզի արտադրողների արտադրանքը, երբ որ արդեն կամ ջերմոցների արտադրանքը, որոնք դուրս են եկել ԵԱՏՄ երկիրներ, երեք իրիկունին զանգեցին, ասացին, որ այլ ուղղությամբ, մի չեմ նշի որ ուղղությամբ, այլ ուղղությամբ արդեն բեռները տեղ է հասել եւ մեր քաղաքացիները այդտեղ դժվարություններ ունենալու են, բայց խնդիրներ չեն ունենալու գլոբալ առումով, որովհետեւ կառավարության աջակցությունը կա, էկոնոմիկայի նախարարությունը անդադար աշխատում է ու նաեւ մեր այլ գործընկերներ այլ նախարարություններից աշխատում են, որ այդ խնդիրը չունենան, բայց այս ամենի ֆոնին ոնց որ այդ հակառակ էֆեկտն է տալիս, որտեվ մեր քաղաքացիները երևի տեսել եք նաև ռեպորտաժները, մեր քաղաքացիները գիտեք շատ ժամանակ զրույցների ընթացքում ասում են, եթե որից մեկին թվում է, թե կարող է մի փոր հացով մեր երկիրը մենք վաճառենք կամ 4 կիլո կլուբնիկի կամ ծիրանի կամ վարդի արտահանման պատճառով մենք մեր երկրի ինքնիշխանությունը կորցնենք, չարաճար սխալվում ենք։ Իսկ գյումրեցիների ու Շիրակի մարզի բնակիչներին ընդհանրապես հնարավոր չէ վախեցնել, մի մոռացեք, մենք տնավարանների մեջ 10 գնացած սերունդ ենք, մենք վառարանի կողքը տակածած սերունդ ենք, մոմի լույսի տակ էլ 10-րդ սերունդ ենք։ Մեզ վախեցնել անհնար է, մեր Գյումրին ապրելու մասին քաղաք է, Գյումրին պայքարելու մասին քաղաք է, որովհետեւ մեկի մտքով չանցնի դե 4 շիշ ջերմուկի, 2 շիշ կոնյակի ու 12 հատ վարդի համար կարող է մեր երկիրը Գյումրեցին տոննաներով էլ դուրս է գնում։ Այդ համատեքստում նշում եք, որ դժվարություն կունենա տնտեսվարողը, բայց խնդիր չի ունենա, մասնավորապես ինչ դժվարության մասին։ Դժվարություններ կունենա նոր շուկաների հայտնաբերում, նոր ուղղություններով ուղարկելու, բայց այդտեղ էլ կառավարությունը կողքը կանգնած է այդ մարդկանց։ Դժվարությունները այդտեղ են լինելու, որ արդեն երկար ժամանակ լոգիստիկ այդ անգուցը եւ հաճախորդները ձեռք բերած պայմանագրերը կնքած մի նորեն են կնքելու, նոր ուղղություններ լինելու, այդ դժվարություններն են լինելու, բայց կառավարությունը ամեն դեպքում իրենց աջակցում է, ասում է մեր երեգիրիգուն հենց մեր ջերմոցներից ու այլ տնտեսվարողներից զանգեցին ու շատ ուրախացած, որ արդեն բեռները տեղ են հասել, բայց ցեզ ասեմ, այս նախընտրական երևի հիբրիդային պատերազմի մաս է, վստահ եմ, որ ամսի 8-ին այդ ամբողջը վերանալու է ու ամսի 8-ից հետո որևէ խնդիր չենք ունենալու։ Ձեր կարծիքով երկիրը, որը որ դադարեցրել է ժամանակավորապես ներկրումը հայկական արտադրանքի, արդյոք ինքն իր տնտեսության մեջ կունենա այդ բացը, այդ խնդիրը եւ գուցե նաեւ դա կնպաստի, որպեսզի խնդիրը արագ լուծվի։ Երեք հենց որ խոսում էինք այդ մասին, արտադրանքի մասի կոնկրետ ինչի մասին եմ խոսում, բայց մեր ներմուծումը Հայաստանից փակելուց հետո այդ տեսակը իրանց մոտ 2 անգամ թանկացել է մեծացող շուկայում։ Դե պատկերացրեք արդեն փոքրացող շուկայում ինչ ծավալների գասն է, որովհետև այնպես էլ չի որ մենք շատ փոքր երկիր ենք ու մեր արտադրանքը երբ որ այլ երկրներ են գնում, որևէ ազդեցություն չի ունենում իր շուկայի համար։ Այս պահին հենց X ապրանքի համար մեծացող շուկայի գինը 2 անգամ աճել է արդեն։ Այսինքն կառավարությունը կարողանում է ֆորս մաժորային իրավիճակներում համապատասխան լուծումներ գտնել։ Բնականաբար առաջ անգամ չէ, հիշում եք մենք էլի խնդիրներ ունեինք որոշ ժամանակ առաջ ջերմուկի հետ չեմ սխալվում, մի քանի տարի առաջ ինչ որ մեջը բանը ենք դել, բայց բնականաբար չկար եւ այլ, այնպես որ մենք սովոր ենք դրան ու այլ եմ ասում, երբևիցե չեմ պատկերացնի, որ որևիցե հայ կարողանա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը փոխել իր արտադրանքի մի տոննա կամ 2 տոննա կամ լավ
100 տոննա, անփոխարինելի անհամեմատելի արժեքներ են ու շատ ուրախ եմ, չափից ավել ուրախ եմ, որ մեր քաղաքացիները դա շատ գիտակցում են ու այդ մասին խոսում են ամենահասարակ են մարդիկ, որոնք առավոտից իրգուն հողի մեջ գործ են անում։ Ինքնիշխանությունը այսպես ամենակարևոր արժեքն է բոլոր այսօր նախընտրական փուլում գտնվող բոլոր քաղաքական ուժերի համար, բայց նաև մենք թե PR-ով համենայն դեպս ֆիքսում ենք, որ դա այդպես է։ Զգում են, թե պարզապես ասում են, դա արդեն յուրաքանչյուրն ինքը գիտե։ Պարոն Արուշանյան, տեսեք, մի կողմից էլ նշվում է, որ 300,000 ադրբեջանցիներ գալու են, բնակվելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, եթե դուք լինեք իշխանություն։ Ինչու է այդպես ասվում։ Այդ մասին խոսելը ընդհանուր առմամբ ստորություն է։ Հայաստանի բնակչության չնայած վերջի ժամանակները շատ ու շատ բաներ ենք տեսնում, որ ընդհանրապես չի տեղավորում մարդու ուղեղի մեջ, թե ոնց կարող է հայ մարդը նման տեսահոլովակներ սարքել, ասենք, Եռաբլուրը Ծիծեռնագաբերդի փոխարեն, ասենք, մզգիթ դες վիդեոներ սարքում 7 վերքով էլ են սարնում ու այդ մասին արդեն կարող 7 վերքի մասով կարող են ոչ եթերային բառապաշարով դիմել բոլոր այդ մարդկանց, որ դրանք նայել են, տեսել են ու սարքել են այդ վիդեոները մեր 7 վերքի վրա։ Իրականում, ասենք, այդ անհասկանալի սրբապղծությունը նման չեմ պատկերացնում ոնց կարող է հայը օպերայի վրա ադրբեջանական տառոշ տնել, չեմ պատկերացնում ոնց կարող են հոլովակներ արհեստական բանականությամբ սարքած որևէ հայ լինի, որ ուղագի ծեռը վրա կնա այդ ամեն ինչը սարքելու։ Այդ կեղծ թեզերն են, այդ նույն մարդիկ բերել են այդ թեզերը 300,000 ադրբեջանցիների, բազմիցս հերկվել է այդ թեզը, բազմիցս ասվել է, որ նման խոսակցություն քննարկում որևէ տառ ու պար չի եղել այդ մասին։ Ուղղակի գիտեք ինչն է խնդիրը, այս մարդիկ հասկանում են, որ որպես այդպիսի ասելիք չունեն մեր քաղաքացիներին։ Իրենք օրակարգ չունեն մեր քաղաքացիներին թելադրելու, իրենք չունեն որևիցե այլ մեթոդ մեր քաղաքացիներին իրենց կողմը քաշելու, դրա համար իրենք այդ թեզերով փորձում են քաղաքացիներին մեր կողքից հեռու տանելու։ Չկա իրանց մոտ, թիվը միշտ նույնն է, 300,000 աշխատատեղ, 300,000 ադրբեջանցի, 300,000։ Երբ որ մարդը ասելիք ունի իր կողմը քաշելու, ինքը խոսում է իր մասին, երբ որ ինքը չունի ասելիք իր կողմը քաշելու, փորձելու է հակառակ կողմից քաղաքացուն ենկոմ տանելու։ Այս նույն պատմությունն է, թե ես խանութ ունեմ ու իմ մոտ որևիցե ապրանք չկա, ես թվում է թե այն կողքի խանութի, որ փնով եմ ասում, այնտեղից մետանը ժամկետ անցը քաղաքացիները այնտեղ չեն գնալու, իմ մոտ են գալու։ Մեր ժողովրդին չի կարելի միամիտի տեղ տանել, ժողովուրդ ջան, ասենք ոնց եմ պատկերացնում, որ շատ դեպքեր կա, որ նույնիսկ վիրավորական է, որպես գյումրեցի, որպես Շիրակի մարզվետ, չափից ավել վիրավորական է, ավելի միան բառերով ասեմ, երբ որ Շիրակցուն, Գյումրեցուն փորձում են միամիտի տեղ տանել ու ասենք ինչ որ բաներ հրամցնել իրանց հիբրիդային պատերազմում կեղծ թեզեր չկա նման օրակարգ ժողովուրդ ջան 300,000 ադրբեջանցիների օրակարգ չկա հասարակ բան եմ ասում 7 շրջանները Ղարաբաղի ու Ստեփանակերտը Շուշին ու մյուսը 300 ադրբեջանցի կան դեղ ապրող Պարոն Արուշանյան, հարցը նրանում է, որ տվյալ տեսանյութերին կցվում են նաև օրինակ Ալեն Սիմոնյանի խոսույթը առայն, որ չի բացառվում, որ առաջիկայում ադրբեջանցիներ կան եւ ապրեն Հայաստանում։ Ալեն Սիմոնյանի անհամեմատելի է, ինչ մասին ենք խոսում։ Ալեն Սիմոնյանի կոնտեքստից կդրած այդ հատվածը ես էլ եմ տեսել, Ալեն Սիմոնյանի ասածը լրիվ ուրիշ բանի մասին է, մի Թուրքիայի քաղաքացիներ չկան Երևանում ապրող 1, 2, 4, 5 գործարարներ, որոնք եկել ապրել են, այդ չի նշանակում 300,000։ Մի նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, դե Թուրքիան է մեծ է, մենք չէ միլիոն ու կես են գալուց տեղ ապրելու։ Ժորժ ջան, այդ կեղծ թեզերն են էլի եմ ասում, քանի որ ասելիք չունեն իրանց կողմը քաշելու, ասում են բաներ, որովհետեւ մեր կողքից քաղաքացիներին տանեն, բայց մեր քաղաքացիները վստահեցնում են, որ ամսի 7-ին այդ պատասխանը կտան 300,000 ադրբեջանցիների։ Մայիսի 28-ի Հանրապետության օրվա զորահանդեսը մեծ շուկով անցկացվեց, մենք տեսանք այն զինտեխնիկան, որն ունենք այսօր, եւ դրա հակառակ կողմում նաեւ տեսանք այն
փաստարկը, հակափաստարկը, որ այս ամենը արվում է նախընտրական շրջանում հունիսի 7-ից առաջ, այսպես ավելի տաք էմոցիաներ տալու հասարակությանը եւ այդպիսով նաեւ ազդելու ընտրական process-ների վերջնարդյունքի վրա։ Դե էլի լավ է որ չեն ասել որ մենք ենք հանրապետության օրը մայիսի 28-ին դարձրել առաջ ուրիշ օրեր։ Հանրապետության օրը ընտրություններից առաջ էր այդտեղ որ վստահեցնում եմ մենք մեղք չունենք այդտեղ որ հանրապետության օրը մայիսի հասկանում եմ դե զորահանդեսը արվել է մայիսի 28-ին հաշվետու զորահանդես էր նախ ուզում եմ զորահանդեսի մասին երկու բառ ասել իրականում շատ տպավորիչ էր շատ տպավորիչ էր այն զենքերը, որոնք Հայաստանի Հանրապետությունն ունի, այն զենքերը, որոնք տեսանք մենք, բայց այդ զորահանդեսից կուզանամ երկու բանի մասին խոսալ, որը չի երևում, որը որպես այդպիսի շոշափելի չէ, աշկով այդ զենքերի պես չես կարողանում տեսնել, որը իմ համար շատ ավելի կարևոր է, քան այն ինչ որ մենք վիզուալ տեսանք։ Առաջինը այն է որ մենք զենքի ընդհանուր պաշտպանության ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխություններ ենք արել, որոնք ոչ թե այսօրվա զենքերն են, որոնք մենք տեսնում ենք, այլ երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխություններ են։ Որն է դրանց կարևորությունը, այն որ մենք մի երկրից չենք առնում, այլ արդեն 7 երկրի զենքեր ունենք ու շարունակում ենք այդ աշխարհագրությունը ավելի մեծացնել, այդ ինստիտուցիոնալ փոփոխություն է ու կարելի ասել այդ մասով տարակազմիկ փոփոխություն է, որտեղ մենք երկար ժամանակ միայն մի երկրից ենք կախված եղել զենքի առումով։ Այդտեղ մենք ինստիտուցիոնալ փոփոխություն ունենք։ Երկրորդ փոփոխությունը, որը մենք հին զենքեր չենք կնում, այսուհետ Հայաստանի Հանրապետությունը պայմանագրերը կնքում է երկիրի հետ ու կնում ենք նոր զենքեր։ Երրորդ փոփոխությունը, որը էլի ինստիտուցիոնալ փոփոխություն է, մենք սկսել ենք զենք արտադրել։ Հայաստանի Հանրապետությունը իր արտադրանքն ունի ու որը նաև արտահանում է, դու պատկերացնում եք մենք բաներ է լինում, որոնք մենք ուղղակի անցնում ենք կողքով այդ ամեն ինչի, բայց իրականում իրանք շատ լուրջ գործընթացներ են։ Հայաստանի Հանրապետությունը բացի այն որ դարձել է զենք արտադրող երկիր, Հայաստանը դարձել է նաև զենք արտահանող երկիր։ Այդ զորահանդեսի ժամանակ իմ համար ամենակարևորները այդ ինստիտուցիոնալ փոփոխություններն են, բայց բնականաբար զենքերի տեսակներն ու նաև որակների մասին տպավորիչ էր մեր ժողովուրդը տեսել այդ ամեն ինչ։ Իսկ ինչ ենք արել մայիսի 28-ին, որը մենք 5 տարի ընդդիմությունը առավոտից իրգուն ասում էր քանդեցին բանակը, մենք զենք չունենք, ինչի զենք չենք առնում, ինչի զես չենք անում, այն չենք անում, մենք հաշվետվություն տվեցինք մեր քաղաքացիներին, թե ինչ կեղծ թեզեր էին իրենք 5 տարի ուղված բանակին, ինչ կեղծ թեզեր էին առաջ տանում, ու այդ 300,000 ադրբեջանցիների թեզի պես մի հատ թեզ էին հորինելու առաջ տանում, մեր քաղաքացիները տեսան, որ նաև քաղաքացիների մեջ հանգստություն մտավ, որ մենք պաշտպանված ենք, Հայաստանի Հանրապետությունը ունակ է պաշտպանել իր սահմանները, ունի այդ հնարավորություններն ու ռազմաարդյունաբերությունը թե ներքին, թե ներմուծումը զենքի կարողանում պաշտպանել իրեն։ Մեր քաղաքացիների թե հաշվետվություններ, թե նաև նրա համար, որ իրենք հանգիստ լինեն։ Պարոն Արուշանյան, բնականաբար խաղաղության գրավականներից առաջնահերթություններից մեկն է այո ամուր բանակ ունենալը, բայց մենք նաև ունենք նախաստորագրված պայմանագիր խաղաղության, որում ընդդիմադիրներն այսօր ասում են, որ Ադրբեջանը չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հետևաբար այն չպետք է այսպես, արդեն ստորագրված է, բայց պետք է չեղարկել, հետ կանչել, այդպես են ասում։ Դե հենց դրա համար մենք ասում ենք, որ կա խաղաղության կուսակցություն, քաղաքացիական պայմանագիր եւ կա պատերազմի կուսակցություն, որտեղ են բանակցությունները, որը շատ մեծ դժվարությունների արդյունքում մենք հասել ենք բանակցություններով ենք յետին, որ մենք ունենք խաղաղության պայմանագրի նախաստորագրված, մենք շատ ու շատ այլ պայմանագրեր ունենք, այն որ 2 տարուց ավել փառք Աստծո որևէ գնդակ չի եկել այս կողմ, որևէ զոհ վիրավոր չենք ունեցել, փառք Աստծո, այդ մարդիկ փորձում են դա ամեն ինչը վերացնել, ասել չէ չեղավ, այս պայմանագիրը լավը չի, իսկ ինչ է նշանակում, երբ որ Պրագայում կամ այլ վայրերում Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի նախագահը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմատայի հռչակագրի հիման վրա, ասենք ինչ ձևով դել ճանաչեն, իրենք
հայտարարություններ ունեն արած, որ երկրները ընդունում են իրենց տարածքային միմյանց տարածքային ամբողջականություն Ալմատայի հռչակագրի վրա։ Ինչ անեն դրանից ավել, ասենք, չեմ պատկերացնում, էլ չնայած այնպիսի ֆանտազիաներ ունեն մեր ընդդիմությունը, որ այդ ֆանտազիաներին նստել, մտածել, թե ոնց պետք է պատասխանես, անհնար է, որովհետև շատ դեպքերում արհեստական բանականությամբ ստեղծված բաներ են ֆանտազիաներ են։ Այդտեղ պետք է իշքան քո ունակություններն ու օգտագործես, որ կարողանաս հասկանաս ինչ են նկատի ունեցել, բայց այս ամբողջի մեջ մի բան կա նկատի ունեցած։ Իրենք փորձում են մեր քաղաքացիներին մեզանից հեռու տանել, որը չի ստացվելու իրենց, չի ստացվելու, որովհետև իրենք ասելիք չունեն։ Մենք ունենք ասելիք, մենք մեր ասելիքը գործով ցույց ենք տվել, դրա համար էլ ամսի 7-ին մեր քաղաքացիները իրենց ասելիքը կասեն մեզ եւ իրենց։ Տեսնում ենք այս ընթացքում ձերբակալություններ, կալանավորումներ, կաշառքի մեղադրանքներով ենթադրյալ կաշառք տալու եւ վերցնելու դեպքերով, ինչի մասին է սա խոսում եւ նաեւ մյուս կողմում հակառակ կողմում ընդդիմությունն ասում է սա ճնշող գործիք է, գործիքակազմ է, որը կիրառում է իշխանությունն իրենց հանդեպ։ Ну, եթե օրենքը համարում է ընդդիմություն, չնայած տրամաբանորեն պետք է ընդդիմությունը հաշվի առնելով ովքեր են ընդդիմության շարքերում, իրանք օրենքը պետք է համարեն ճնշող գործիք, բայց օրենքը ճնշող գործիք չէ, օրենքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պաշտպանող գործիք է եւ միշտ գործելու է այդ օրենքը ու թող իմանան բոլորը թե ընդրակաշարք տվողները, թե ընդրակաշարք վերցնողները, բոլորը օրենքի առաջ պատասխան են տալու, վստահեցնում եմ մեր ուժային կառույցներն աշխատում են շատ բարձր մագարտակով եւ իրազեկված են ով է վերցրել, ով է տվել, այդ արադավոր երևույթից մենք 8 տարի առաջ բրձել էինք Հայաստանի Հանրապետությունում 18 թվականից հետո որևէ ընդրակաշարքի մասին, որևէ ընտրությունների վրա ազդեցություն ունենալու մասին, մարդկանց տանել բերելու մասին չկար էլ։ Բրձել էինք մենք այն երկար տարիներ եղած արադավոր երևույթից, երբ որ ուղղակի ընտրություններն անցնում էին այդ ֆոնի վրա, կազելների միջից 10,000 դրամ բաժնելով։ Գյումրեցիները կոնե լավ գիտեն տարբեր նախկին պատգամավորներ, որոնք ինչ ձևով էին արտահայտվում այդ 10,000 դրամ վերցնողների մասին, չնայած էլ շատ բան չի փոխվել էլի նույն պարապաշարն է, դե ընդրակաշարք տվողը միշտ էլ նույն տրամաբանություն, հոգեբանություն ունի, վերցնողը իր համար որպես այդպիսի մարդ չէ, ինքը ուղղակի առել է արդեն 10,000, 20,000 մեկ չեմ ստավկիկը բարձրացել են արդեն այլ գումարների այդ զայնագրությունները, որ լսում ես, բայց այստեղ խնդիրը այն է, որ մենք հազիվ բրձել ենք այդ մեխանիզմներից, այն սիստեմներից, որոնք բերեցին այն նաև այն ողբերգություններին, որոնք տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության հետ։ Երբ որ քո իշխանությունը լեգիտիմ չէ, երբ որ քո իշխանությունը փողով առած իշխանություն է, այդ ժամանակ դու քաղաքացիների հանդեպ որևէ պարտավորություն չունես։ Դու արդեն տվել ես, այդ ցենի համար գումարը տվել ես, դու 5 տարի պարտավորություն չունես այդ մարդու հանդեպ։ Նախորդ փողը տվել վերցրել ես։ 5 տարի կարող ես անել այն ինչ ուզես։ Քոնն է այդ ամեն ինչը, որտեղ առել ես փողով։ Երբ որ քաղաքացին քվեն ինքն է տալիս իշխանությանը, ինքը իրավունք ունի պահանջելու իշխանությունից։ Ինդրության իմաստը հենց այդ է։ Բացի ընդրակաշարքի մեխանիզմներից կա նաև թե մեր հարևանի տեղն է գյուղերում ասենք մեկը դրել է գյուղից տեխնազու կամ ասենք Վստահ որ նույն մեխանիզմը քաղաքացիական պայմանագրի դեպքում չի գործում։ Բնականաբար չի գործում, որովհետև մենք այն ուժն ենք, որը երբևիցե Հայաստանի Հանրապետությունում ամենաարտար ու մաքուր ընտրություններ կազմակերպած ուժն է, այդ դրապետեն բառերով չէ, էլի, եթե մենք որևէ ձևով մտադիր լինեինք, ցանկություն ունենայինք ու մտադրություն ունենայինք ընտրություններ կեղծելու, մի Գյումրու քաղաքապետը Սարիկ Մինասյանը կլիներ, Գորիսի քաղաքապետը ուրիշ մարդ կլիներ, Համասյանը Տիգին Ջեման չէր լինի, ուրիշ մարդ կլիներ, Երևանի քաղաքապետի ընտրություններին 3-400 ձայներ պակասում երրորդ ուժ չկմնելու համար։ Մենք եթե ընտրություններ կեղծելու ցանկություն ունենայինք, գոնե գյումրեցիները տեսած կլինեին, թե Հմի Սարիկ Մինասյանը ինչ ձևով քաղաքապետ կյաներ ու ինչ ձևի կառավարեր քաղաքը։ Ասենք մեզ մեղադրել ընտրություններ կեղծելու մեջ անիմաստ է էլի։ Ու այստեղ շարունակեմ միտքս, տեսեք, երբ որ մենակ գումարը չէ։
Կան նաև բարեկամս է, թե հարևանս է, ասենք գյուղում տեխնազու կա, որը 1,000,000% չանցողի շեմը, ասենք 1% է այդ կուսակցությունը ցայն տանելու, այդ տղեն էլ 473-րդ համարն է։ Ասենք մեր 10 կառուգ է բանը ֆռա ազգային ժողովը ֆռա իր այդ չի ասնելու, որ ասենք մեր գյուղի տղեն է իրանց այն տանք, ժողովուրդ պես չի անել անիմաստ։ Կամ մեր բարեկամն է, մեր ընկերն է, մենք գեխնդրել է մեզ որ տանք էս ուժին ծախենք։ Վաստա ասում եմ, եթե մեկը եկել է ցեն խնդրելու օրեն մյուսին ընտրեք, այդ ինքն է վերևը ծախելու։ Դուք չեք ծախելու։ Քաղաքացին ինքը պետք է ուղիղ իր քվեով ցենը տա իշխանությանը, նոր ձևավորվող իշխանությանը, ու այդ իշխանությունից պահանջի արանքի մարտիկ բիզնեսի պես է իրանք են առուցախտն անելու, դու ուղղակի դառնում ես քո ցայնով իրանց առուցախտն են անելու, այնպես որ չնայած ասեմ Շիրակի մարզում Գյումրիում որպես այդպես է չի էլ աշխատել իշխ ժամանակ, հեն հին ժամանակներն էլ կազել եմ ինչից փողերը բաժանում են, վերջում հաշվարկներն անում են, բարձում է որ կրվել են իրան, հիմա էլ չի աշխատելու, բայց նաև մեր քաղաքացիներն զգուշացնեն, որ Ժորժ ջան 10,000 դրամով, 20,000 դրամ որևէ գումարով պետություն, ինքնիշխանություն ծախելը սրիգայություն է։ Իմ ինչ եմ նայում տեսախցիկին, որտեղ ուղիղ աչքերի մեջ եմ ուզում նայեմ։ Իմ երեխեքի, իմ հարևանների, իմ բարեկամների երեխեքի աբագան 10-20,000 դրամով ծախելը սրիգայություն է։ Դա նույն բանն է, ինչ որ զինվորականը դիրքի կոորդինատ է ծախում թշնամուն։ Շնորհակալ եմ պարոն Արուշանյան, եզրափակենք, խնդրում եմ շարունակենք միտքը հունիսի 7-ին մասնակցեք ընտրությունների, որպեսզի Հունիսի 7-ին մասնակցեք ընտրությունների, որպեսզի ունենանք խաղաղություն, որպեսզի ունենանք այն դպրոցները, որոնք Շիրակի մարզում կառուցվում են ու կառուցվել են, որպեսզի ունենանք առողջապահության ապահովագրություն, որից օգտվում են մեր տատիկ պաբիկները, որպեսզի ունենանք պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ ու հիվանդանոցներ, որոնք հիմա կառուցում են։ Ուղղակի մի բանի համար, այս ամբը ճամբը, որպեսզի խաղաղ ապրենք, որպեսզի մեր մերերը լաց չլինեն, որպեսզի մեր երեխեքը ուզենան մնալ Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի Հայաստանի Հանրապետության հետ իրենց հետագան կապեն թե մեր բնակիչները, թե մեր սփյուռքահայերը, որոնք կապելու են մեր Հայաստանի Հանրապետության հետ իրենց ապագան ու վերադառնան տուն, որովհետև Գյումրին մեր տուն քաղաք Գյումրին է, ու գյումրեցիները ապրելու շարունակելու են ապրել Գյումրիում ու ապագան իրենց կապելու են, հույսը կապելու են Գյումրու հետ։ Այդ դրա համար մենք հունիսի 7-ին պարտադիր գնալու ենք ընտրատեղամասեր ու ընտրենք 16 համարին։ Շնորհակալություն պարոն մարզպետ։ Ես եմ շնորհակալ, աստղ անպայման կնակ ընտրություններն ու տեր կկանգնե խաղաղությանը։ Իսկ ես մեր հետևորդներին եւ հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ հնարավորությունների սահմանում զրուցում էի Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի հետ։ Կհանդիպենք։